Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է հուզեն հասարակությանը, երկար ժամանակ այս բացումը չի արել, բայց այսօր ենթադրում եմ, որ այն կարևոր է, որովհետեւ խոսք է գնալու Իրան Միացյալ Նահանգներ հնարավոր խաղաղության մասին, ելի եմ ասում հնարավոր, եւ այսօր այս թեմայով այդ հնարավորությունների շուրջ կզրուցի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ուրեմն Միացյալ Նահանգները մի կողմից, Թրամփը մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության այսպես բարձր էշելոնների ներկայացուցիչները իրենց կողմից ասացին, որ հա շրջանակային փաստաթուղթը պատրաստ է, նախաստորագրվել է էլեկտրոնային տարբերակով, հետո կստորագրվի երևի Ժնևում կամ չի ստորագրվի, հիմա կստորագրվի թե չի ստորագրվի միջայլուց։ Դուք ձեր նախաբանում ճիշտ նշեցիք հնարավոր, մինչև չստորագրվի վստահ չենք կարող ասել։ Բայց լավ, հիմա ունենք ինչ-որ հրապարակված, չգիտեմ որքանով է ինքը ամբողջական, բայց հրապարակված փաստաթուղթ կետեր գոնե։ Նախ փորձենք հասկանալ ինչի մասին է փաստաթուղթը։ Շնորհակալ եմ։ Իրականում ներկայում դժվար է հստակ փաստաթղթի բովանդակության մասին խոսել, որովհետև պաշտոնական հրապարակված փաստաթուղթ որպես այդպեսին առայժմ գոնես չեմ հանդիպել կամ մամուլի տարբեր ուրեմն արտահոսք եւ ընդ որում նաեւ քարոզչական մակարդակում եթե ընդհանրենք ամերիկյան նախագահին հարող մամուլն է բնականաբար ամերիկյան ձեռքբերումները շեշտադրող եթե ընդդիմադիր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այսպես բաստողումները արձանագրողն Իրանի պարագայում բնականաբար Իրանի ձեռքբերումները արձանագրում, այսինքն քարոզչական մակարդակում էլ այս բան մամուլի հրապարակումներն են, ընդ որում գործարքը երկու փուլով պետք է տեղ ունենա, սա է առաջին կարևոր հանգամանքը, առաջին փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի Ժնևում, դա ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ փաստաթուղթն է, իսկ ամբողջական փաստաթուղթը դեռ պետք է բանակցվի։ Դրա դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ խոսել ենք հնարավոր փաստաթղթի մասին, որովհետև դրան խանգարող մի քանի հանգամանքներ կան եւ անգամ այս օրերին երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջին անգամ հայտարարեցին, որ հակամարտությունն ավարտվում է, կողմերը եկել են համաձայնության, եւ հիմնական խանգարողը Իսրայելն է։ Իսրայելը կրկին սկսեց բոլոր հնարավորություններով ապակայունացնել իրավիճակը, թե Լիբանանի, որը կարմիր գիծ է Իրանի համար, որտեղ իրանական կողմը փորձում է նաեւ Լիբանանում հրադադար եւս մտցնել վերջնական համաձայնության տեքստի մեջ, թե անգամ Գազայի հատվածի ուղղությամբ եւ նաեւ Սիրիայի ուղղությամբ։ Այսինքն ավելին անգամ, եթե չեմ սխալվում, ազգային անվտանգության նախարարը հայտարարություն արեց 3 ոնց որ ասեց մեզ չի հետաքրքրում Միացյալ Նահանգներն ու Իրանը ինչ են ստորագրում իրար հետ, Իսրայելը Միացյալ Նահանգների ենթական չէ եւ մենք ունենք մեր ռազմավարությունը եւ այլն եւ այլն։ Այո, նույնը հայտարարեց նաեւ Բենյամին Նեթանյանը, իհարկե շատ ավելի նուրբ շեշտադրումներով, այսինքն նշելով, որ երբեմն Դոնալդ Թրամփի հետ լինում են բարդ բանակցություններ, բայց ուրեմն ընդհանուր առմամբ փոխադարձաբար ճանաչում են շահերը եւ Իսրայելը իրեն վերապահում է Իրանի դեմ ինքնուրույն գործելու ուրեմն այդ ոչ միայն Իրանի, այլ նաեւ իհարկե բնականաբար Իրանից բխող սպառնալիքների, իսկ Իսրայելը իր հարևանության բազմաթիվ խնդիրներ պայմանավորում է Իրանի դիրքավորմամբ։ Հետաբար սա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ որքան էլ Միացյալ Նահանգները եւ Իրանը մոտ են համաձայնության, Իսրայելի գործոնը միշտ որոշիչ է, բայց հաշվառում նաեւ Իրանի ուրեմն հակվածությունը այս պահին դադարեցնելու պատերազմը եւ նաեւ Միացյալ Նահանգների նախագահի գործող վարչակազմի եւս վճռական տրամադրվածությունը այսպես հավանականություն կա, որ գործարքը այնուամենայնիվ կարող է կանալ, գոնե դրա առաջին փուլը կարող է կանալ, այսինքն հրադադար հաստատվի, Հորմուզի նեղուցը ապաշրջափակվի, սկսի բնականon կերպով ուրեմն գործել եւ իհարկե որոշակի առումով ապասառացվեն իրանական ակտիվներ
եւ ուրեմն կողմերը արդեն պայմանավորեն այս դրական միջավայրում բանակցել այն հիմնական փաստաթուղթը, որը պետք է լուծում տա Իրանի միջուկային համաձայնագրին, որը Թրամփը հայտարարում է, որ իր համար ամենակարևոր հարցն է։ Պարոն Պետրոսյան, բայց տեսեք, համենայնիվս եթե այդ արտահոսքի դրամաբանությամբ գնանք, այն ինչ որ արտահոսք եղել է եւ ինչի մասին կարող ենք դատել, 24 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցում իրականում։ Հիմա տեսեք, մինչեւ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա այդ 24 միլիարդը մեկը սառեցված էր։ Հիմա ապասառեցվում է։ Մինչեւ Միացյալ Նահանգների հարձակումը Իրանի վրա Հորմուզի նեղուցը բնականon աշխատում էր։ Հետո Իրանը փակեց։ Հիմա Իրանը ստացվում է, որ Իրանը բացում է Հորմուզի նեղուցը։ Այնտեղ նաև իրանական կողմից իհարկե այդ տարբերակը եղավ, չգիտեմ, Միացյալ Նահանգները կհաստատի դա թե չէ, որ 60 միլիարդ դոլարի էլ պարտավորություն կա, որ պիտի վերականգնողական աշխատանքներ իրականացվեն Իրանի տարածքում։ Տարբեր թվեր են նշվում, 60-70 անգամ 100-ից ավելի որոշվում։ Հա, հիմա տեսեք, շատերը ասում են Իրանը այս պատերազմում պարտվել է։ Հիմա տեսեք, պարտվող կողմը 24 միլիարդ դոլար ապասառեցնում է։ Պարտվող կողմը լավության կարգով ստացվում է, բացում է Հորմուզի նեղուցը։ Եվ այսպես կարելի է շարունակել։ Հիմա այս պատերազմի ավարտը ինչպիսին է եղել, ով է հաղթել, ով է պարտվել այնտեղ։ Շատ լավ հարց եք տալիս։ Իրականում տեսեք, այս հակամարտությունը պետք է մի քանի շերտի բաժանել եւ ըստ այդ շերտերի չափել արդյունքները կամ հետևանքները։ Տեսեք, մի կողմից տարածաշրջանային մակարդակում Իսրայել-Իրան հակամարտություն եւ պատերազմ է։ Մյուս կողմից շատ ավելի բարձր, այսինքն տարածաշրջանային երկու տերությունների միջև, կարևոր դերակատարների միջև, իսկ հավասարի, այսպես պատերազմ։ Մյուս մակարդակը արդեն գերտերություն, տարածաշրջանային տերություն, այսինքն Միացյալ Նահանգները ընդդեմ Իրանի։ Հիմա այս եղած իրողությունների համատեքստում եթե գնահատում ենք, օրինակ Իսրայել-Իրան մակարդակում այս պահին բնականաբար Իսրայելը հաջողեց ընդդեմ Իրանի, որտեղ տարածաշրջանային մակարդակում Իսրայելը կարողացավ իր հիմնական խնդիրները լուծել, Իրանից սպառնալիքները հեռացնել իր անմիջական սահմանից, Իրանի ներսում միջուկային այդ օբյեկտների զգալի վնաս հասնել, ռազմական ներուժին հրթիռային համակարգերին էլի վնասներ հասցնել, չասած որ Միացյալ Նահանգների հետ միասին կարողացան ամբողջովին գլխատել իրանական վարչակարգը, չնայած որ հետո եկան փոխարինողներ։ Իսկն այս մակարդակում որ նայում ենք, բնականաբար Իսրայելն առավելություն ունի։ Հիմա իջնենք կամ բարձրանանք Իրան Միացյալ Նահանգների մակարդակը։ Տեսեք, այս մակարդակում եթե ուղիղ արդյունք հետևանք այս ուրեմն չափումների մեջ ենք նայում, բնականաբար առաջին հերթին առավելություն Իրանի կողմն է։ Ես չկրկնեմ ձեր թվարկած տարբեր ուրեմն իրողությունները, բայց եկեք մեկ այլ տեսանկյունից նայենք, ռազմավարական տեսանկյունից։ Նախ Հորմուզի նեղուցը ճիշտ է Իրանը փակել էր, բայց Միացյալ Նահանգները ամբողջովին շրջափակել էր եւ որևէ մեկը չէր կարողանում օգտագործել Հորմուզի նեղուցը, այնպես որ այստեղ ուրեմն հավասարումը այսպես համարժեք է։ Բայց ռազմավարական տեսանկյունից երբ որ դիտարկում ենք, այստեղ սկզբունքային է Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորումը։ Իսկ սա ինչ է նշանակում, որ մեր ցավալքում շատ կարևոր դերակատար եւ ազդեցիկ դերակատար, որի հնարավորությունները մենք իրոք պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես էր իր շուրջ բոլորը թիրախավորում եւ բոլորը նայում են մեկ ուղղությամբ, Վաշինգտոնի ուղղությամբ, թե ոնց է գալու եւ իրենց փրկելու, հա։ Հիմա այս դերակատարի հետ Միացյալ Նահանգները գալիս է պայմանավորության։ Ընդ որում, այս դերակատարը մինչեւ Միացյալ Նահանգների հետ համաձայնությունը շատ բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ ուներ Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ, այսինքն Միացյալ Նահանգների գլոբալ հակառակորդների հետ։ Հիմա այսինքն Միացյալ Նահանգները այս գործարքով կարողանում է փաստացի Չինաստանին աստիճանաբար բերել իր դաշտ, այսինքն այո, Իրանի հետ ուրեմն կոնֆլիկտում գուցե որոշակի զիջումներ է ունենում, բայց գլոբալ իր մյուս հակառակորդների հետ կոնֆլիկտում ունենում է
հաջողություն, որովհետև նման ազդեցիկ դերակատարի այլևս արդեն բերում է կառավարության հուն։ Այնպես որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով առայժմ դժվար է ասել, թե որ դերակատարն է հաջողություն, որովհետև նաև ժամանակը ցույց կտա, թե այս գործարքները ինչ ուրեմն շարունակականություն կունենան եւ նաև իհարկե տարածաշրջանի վրա սա ինչպեսի ազդեցություն կունենա։ Եթե իրականում լավատեսական սցենարով գնանք, ու այդ գործարքը, այսպես ասեմ, հաջողի, ուղղակի սարսափելի է մտածել, թե քանի մարդու, քանի երեխայի կյանք արժեցավ այդ գործարքը, մի գործարք, որ կարելի էր անել 2 ամիս առաջ կամ 3 ամիս առաջ, օրինակ։ Բայց լավ, այդ զգայական մարդասիրական հարցերը միշտ նման մակարդակի կոնֆլիկտներում ամենավերջին տեղն են։ Զգայական հարցերը դնենք մի կողմ, հիմա փորձենք ավելի ռացիոնալ թեմաների մասին խոսել, տեսեք, գնանք լավատեսական տարբերակով։ Իրան Միացյալ Նահանգներ հաշտությունը, այսպես ասեմ, կայանում է եւ այդտեղ մի ռիսկ է առաջանում կոնկրետ մեր տարածաշրջանի համար։ Ռիսկը այն է, որ Թրամփը հայտարարեց, որ հենց Իրանի հետ հարաբերությունները կարգավորեն, իրենց ամբողջ ուշադրությունը սևեռվելու է արդեն Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցման վրա։ Շատ փորձագետներ այսպես մտավախություն հայտնեցին, որ այդ ընթացքում այստեղ կարող է էսկալացիոն ինչ-որ ռիսկեր առաջանան։ Դուք այդ ռիսկերը տեսնում եք։ Այսինքն այստեղ մեր տարածաշրջանում հարավային Կովկասի մասը, Հայաստան, Ադրբեջան։ Չեմ կարծում, որովհետև մինչև Իրանում պատերազմը անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև էսկալացիայի ռիսկեր չկային։ Անցյալ տարվա 2025-ի օգոստոսից փաստացի էսկալացիայի ռիսկերը էականորեն նվազել են եւ այս պահին որևէ հիմք չկա նման ռիսկերի։ Անկամ պատերազմը Միացյալ Նահանգների Իսրայելի դեմ Իրանի, որը այսպես մշտապես է, այդ ամենավտանգավոր իրավիճակային պայմաններն է ստեղծել եւ մշտապես փորձագիտական շրջանակում հատկապես պատերազմ կանխատեսվել է այն պարագայում, երբ որ տարածաշրջանային պատերազմի ինչ որ իրավիճակ ստեղծվի։ Այդ ժամանակ անգամ մենք տեսանք, որ նման հակամարտության ուրեմն անգամ հնարավորություն չկա, որտեվ գոնե Հայաստանային միակ ուղղությունն էր Իրանի հարևանությամբ, որի ուղղությամբ ուրեմն որևէ այսպես անվտանգային ռիսկ չառաջացավ, չնայած տնտեսական հետևանքներին եւ այլն, անգամ մեր հարևանությամբ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ուղղությամբ գործողություններ եղան։ Եվ ավելին ասեմ, անգամ այս պարագայում գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի հռետորաբանության մեջ շատ կարեւոր էր եւ նաեւ միջազգային դերակատարների գնահատականներում շատ կարեւոր է հանգամանքը, որ ուրեմն 2025-ի օգոստոսյան համաձայնագրերից հետո փաստացի հարավային Կովկասում այս իրավիճակը բավականաչափ արդեն կայուն եւ կանխատեսելի է, եւ հետեւաբար ուրեմն էսկալացիայի ռիսկեր չկան եւ հիմա էլ որակական առումով ընդհանրապես էական փոփոխություններ չկան, հակառակը այսքան Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնությունից հետո գուցե հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստան-Ադրբեջան մակարդակում ավելի ինտենսիվանա։ Այստեղ տեսեք, հակամարտության միակ հնարավոր սցենարը կարող էր այն լինել, որ Ռուսաստանի կողմից ինչ որ ուրեմն էսկալացիա հրահրվեր տարածաշրջանում, որպեսզի այսպես ուկրաինական ուղղությամբ ջանքերը նվազեն, բայց Ռուսաստանը փաստացի չունի այդ գործիքակազմը, որը ուներ նախկինում առնվազն մինչև 2022-2023 թվականները եւ հիմա ուղիղ կոնֆլիկտներ արելու որևէ հնարավորություն չունի։ Բայց ինձ այդպես են պահում, այսպես առանց թերագնահատելու եմ ասում, էլի, բայց այնպես են պահում, ոնց որ այդ բոլոր հաղթաթղթերը ոնց կային, այնպես էլ մնում են իրենց ձեռքում։ Իրենց առավելագույն հնարավորությունները, որ այս պայն ունեն, ոչ թե Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտը արելն է, այլ առանձին երկրների ներսում ինչ որ ուրեմն այսպես ոչ միանշանակ իրավիճակներ։ Այստեղ էլ հնարավորությունները սահմանափակ են, օրինակ Ադրբեջանը կարողանում է ամբողջովին վերահսկել, սահմանները փակեն եւ այլն։ Հայաստանի պարագայում մի քիչ հնարավորությունն ավելի մեծ են ոչ թե ուղիղ Հայաստանի ներսում կոնֆլիկտներ արելու, այլ պարզապես երկրի ներսում իրավիճակը վատթարացնելու, հատկապես տնտեսական առումով, էներգետիկ առումով,
բայց էլի այս բaragam չեմ կարծում որ Ռուսաստանը նման մտադրություններ ունի սա կնշանակի Ռուսաստանի այս պայմաններում ունեցած սահմանափակ հնարավորությունների պայմաններում պարզապես արկածախնդրություն Հայաստանը եւ Հայաստանի միջոցով ամբողջ հարավային Կովկասը կորցնելու շատ մեծ ուրեմն խնդիր հրահարել ինքը իր համար հրահարի սա է պատճառը ես կարծում օրինակ այս հետընտրական process-ների որոշակի հանգուցալուծումից հետո կարծում փուլ Ռուսաստանը կգնա արդեն Հայաստանի հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության բնականon երկխոսության վերականգնման Գիտեք մի քիչ ես արդեն սկսել եմ կասկածել ինչի համար եմ ես դա ասում որովհետեւ մինչ ընտրությունները իշխանական թևի ներկայացուցիչները շատերը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են դե հունիսի 7-ից հետո դե ինչ կլինի Ռուսաստան դրանից հետո արդեն հաշտ կլինի արդեն իրողության հետ այդպես չեղավ Ռուսաստանը տոտալ փակեց ըստ էության Հայաստանի հետ տնտեսական գոնե մի ճյուղի ամբողջովին փակեց այդտեղ եւ իմիջիայլոց մեծ բարեբախտություն է երևի եթե ստացվի այդ Իրան Միացյալ Նահանգների հաշտությունը որովհետեւ Իրանը ըստ էության բաց ճանապարհ կդառնան դեպի մերձավոր արևելք այսինքն մի շուկային տեղ փակ ունենք այս մեկից կարող ենք օգտվել իմիջիայլոց դուք արդեն որպես արաբագետ հա դուք մասնագիտությամբ արաբագետիկ ով չգիտեր ասեմ որ Ձեր կարծիքով որքանով է հիմա Հայաստանը պատրաստ կամ որքանով է արաբական շուկան բաց Հայաստանի համար Նախ տեսեք Ռուսաստանի հետ կապված պատասխանեմ Ռուսաստանի նման վարկագիծը շարունակվում է եւ դա պայմանավորված է նրանով քանի դեռ Հայաստանում կանխատեսել են դեռևս հետընտրական գործընթացներ այսինքն երբ որ դրա համար նշեցի որոշակի հանգուցալուծում կլինի ուրեմն կարծում որ այդ դեպքում Ռուսաստանը արդեն կսկսի վերականգնել երկխոսություն բայց քանի դեռ կա օրինակ նույն ընտրությունների արդյունքները դեռևս համանդրական դատարանում վիճարկելու հնարավորություն քանի դեռ կա անդիմության կողմից նաև փողոցային պայքար իրականացնելու հնարավորություն Ռուսաստանը միանշանակ փորձելու է իր գործողություններով աջակցել այդ սցենարներին այսինքն քայլ առ քայլ Հայաստանում դեռևս ուրեմն բյուրեղացնել բողոքի իրավիճակը կամ աջակցել նման զարգացումներին երբ որ արդեն համանդրական դատարանի որոշումներ լինի եւ Հայաստանի ներսում գոնե կոնսենսուս լինի կարծում Ռուսաստանի դիրքորոշումը կփոխվի միաժամանակ ուզում եմ նշել որ այնուամենայնիվ նաև նկատում է հայաստանյան ուժերի շրջանում էլ որ գիտակցում է իհարկե Ռուսաստանի դիրքորոշումն ու աջակցությունը բայց Ռուսաստանի ակնկալած սցենարը կարծես թե Հայաստանի ներսում էլ լիարժեք չի ընկալում Ռուսաստանը կարծես անգամ այսպես ասեմ բողոքի եւ բռնի գործողություններով Հայաստանում իշխանապողության սցենար հնարարելու կողմնակից է, որը կարծես թե Հայաստանի ներսում այդքան էլ չի ընկալվում։ Ինչ վերաբերում է մերձավոր արևելքի շուկաներին, տեսեք, այդ շուկաները միշտ էլ բաց են եղել Հայաստանի համար։ Այլ հարցը թե որքանով են ուղղակի որ ռուսականը կար, այդպես չէին։ Այո, հենց դա է։ Հենա կտանենք։ Այո, ռուսական շուկան շատ ավելի մատչելի էր, շատ ավելի հասանելի էր եւ դա էր պատճառը, որ ուրեմն կարողանում էր գրավել եւ բոլորի համար ձեռնտու էր այդ շուկան։ Հիմա եթե առաջացել է խնդիրներ, բնականաբար փորձ են արվելու այլ շուկաներ ուրեմն գտնել Եվրոպայից սկսած մինչև հեռավոր արևելք կարծում որ այդ հնարավորությունները վստահաբար լինելու են իսկ ներուժ այնուամենայնիվ կա այդ շուկաները ճիշտ է շահույթը գուցե այնքան չունի որքան Ռուսաստանը բայց միևնույն ժամանակ հնարավորություն է այ բիզնեսմենի համար դուրս գալու չնայած որ նշեմ որ այնուամենայնիվ որոշակի մրցակցություն այնուամենայնիվ կլինի եւ ավելի մեծ մրցակցություն կօրինակ նույն Թուրքիայի հետ որտեղ Թուրքիան եւս այդ հատկապես գյուղատնտեսական ապրանքների ոլորտում տարածաշրջանում շատ լուրջ մրցակից է, հա, այստեղ մենք կարծում կունենանք խնդիրներ, բայց այնուամենայնիվ կա իրավիճակ եւ այս իրավիճակը պետք է օգտագործել մաքսիմալ օգուտներ քաղելու նպատակով։ Հիմա տեսեք, չպարտված Իրան ունենք ըստ էության, հա, որտեվ ես այն ժամանակ էլ անգամ երբ պնդում էին ասում են Իրանը ջախջախված է գլխովի բան եւ այլն, որ մի
քիչ CNN-ից էսկում եկեք, որովհետև իրականությունը CNN-ի եւ Pars Today-ի մոտավորապես միջակայքում է։ Հիմա ունենք չպարտված Իրան։ Մենք ունենք իշխանության անդիմախոսներ Հայաստանի ներսում, որոնք ասում են, հեսա տեսեք, հենց այնտեղ ամեն ինչը ավարտվեց, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընկնելու է մեր հետևից, մասնավորապես Թրիփի հետևից ընկնելու։ Այդ տեսեք, հեսա մեր հետ ինչ են անելու։ Ընդ որում դա այնպիսի հիացմունք առաջացնող համառությամբ են պնդում, ու երբ ասում ես ախր Իրանի Իսլամական Հանրապետությունները ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ ասել է, որ մենք ստացել ենք հավաստիացումներ եւ այլևս խնդիր չենք տեսնում, ասում են, չէ, իրանք իրականում ուրիշ ձև են մտածում։ Հիմա Իրանը ինչպես է վերաբերվելու Թրիփին։ Ընդհանրապես այդ խաղաղության խաչմերուկին, որը հայկական կոնցեպտն է, անունն է կամ էլ այդ տարբերակի հարավ-հյուսիս եւ արևելք-արևմուտք, ինչպես է վերաբերվելու այդ ամեն ինչին։ Տեսեք, անգամ հակամարտության Իրան Միացյալ Նահանգների հակամարտության ամենաթեժ շրջանում իրանական պաշտոնական դիրքորոշումը Թրիփի հետ կապված, որը հնչեցվել է հատկապես դեսպանի շուրթերով, միանշանակ այն էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, մենք որևէ խնդիր չենք տեսնում, միակ պայմանն այն է, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայություն չպետք է լինի։ Հիմա եթե մենք գնում ենք ձեր նշած դրական սցենարով, այսինքն կարգավորում են հարաբերությունները, բնականաբար է, որ կանխատեսելի ակնհայտ է, որ ուրեմն Իրանի դիրքորոշումը Թրիփի նկատմամբ պետք է փոխվի։ Ընդ որում ասեմ, որ առնվազն վերջին շաբաթներին ես նկատում եմ, որ իրանական կողմը կարծես Թրիփի հարցը եւս փորձում է դարձնել Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների ինչ որ թեմա, հա, գուցե ոչ առաջնային, բայց մի թեմա, որը եւս կարող են իրենց այս բազմաշերտ բանակցություններում ուրեմն անդրադարձ կատարել, քննարկել եւ հետո իրանական կողմն էլ օգտագործի որպես իր համար հաղթաթուղթ, որ այս պայմանավորությունների շարքում պետք է հաշվի առնել նաեւ Հարավային Կովկասում ձեր ներկայության պլանները եւ դա չի կարող առանց մեր համաձայնության լինել, այսինքն կարծում եմ, որ այս նշмарում էր առնվազն Իրանից որոշ ուղերձներ վերջին շրջանում թույլ են տալիս նման կանխատեսումներ անել։ Հիմա եթե գնում ենք դրական սցենարով, ապա տրամագծորեն հակառակ սցենարն է լինում, այսինքն իրանական կողմը որևէ պատճառ չունի հակազդելու Թրիփին, որքան էլ որ իր բովանդակությամբ Թրիփը չի բխում Իրանի շահերից ռազմավարական առումով, բայց այնուամենայնիվ եթե կայացած փաստ արդեն կա եւ կողմերի հիմնական կողմերի միջև կա համաձայնություն ծրագիր իրականացնելու, Իրանը ինչ պետք է անի, պետք է ընդունի իրականությունը ըստ էության եւ փորձի դրանից օգուտ քաղել։ Իսկ օգուտը որն է։ Միանշանակ օգուտը կա Իրանի համար, դա առաջին հերթին Իրան-Հայաստան երկաթգծի երկաթուղային կապի վերականգնումն է եւ նաեւ այս խաղաղության խաչմերուկի տրամաբանության մեջ առանց որևէ խնդրի Հայաստանի տարածքով բոլոր հնարավոր ուղղություններով ավելի ինտենսիվ եղանակով կապի ստեղծումը եւ միևնույն ժամանակ ընդ որում ոչ միայն այսպես Հայաստանի հետ, այլ նաեւ փորձեր են արվելու Ադրբեջանի հետ եւս հարաբերությունների վերականգնում, որտեղ դրանք բավականաչափ այսպես բարդ են եւ այդ բարդությունը անգամ նկատվեց պատերազմի ընթացքում եւս եւ պատերազմից հետո էլ երբ որ իրանական կողմը անընդհատ փորձում էր զգուշացնել Ադրբեջանին, որպեսզի Իսրայելի հետ առանձին պայմանավորվածությունները որևէ կերպ սպառնալիք չստեղծեն, իսկ այդ սպառնալիքը ստեղծվել էր վստահաբար միջազգային մամուլում վերջին շրջանում մի քանի հրապարակում եղավ, որոնք բացահայտ կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը պայմանավորել է Իսրայելի հետ, անգամ տվել էր տարածք հատուկ ծառայությունների համար, հետախուզության համար եւ այլն, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները ամբողջ պատերազմի ընթացքում մշտապես եղել են Իրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ շատ ակտիվ գոնե հեռախոսային երկու-երեք օրը մեկ առնվազն անընդհատ խոսում են եւ կարծում եմ հենց այդ նախազգուշացումներն են եղել եւ այս պարագայում եթե արդեն Միացյալ Նահանգներ Իրան համաձայնությունը կա, կարծում եմ արդեն Ադրբեջանի կողմից իսրայելական հարթակի վերածվելու հավանականությունը էականորեն կնվազի։ Իսկ սա արդեն կնպաստի բնականաբար Իրան-Ադրբեջան հարաբերությունների
կարգավորմանը եւս եւ ընդհանուր առմամբ հարավային Կովկասում անվտանգային միջավայրի ավելի բարելավմանը։ Բայց այդ դեպքում արկախված, օթում կախված կմնա մի հարց, այդ դեպքում ում դեմ է զինվում Ադրբեջանը։ Ես միշտ եմ այդ մասին նշել, Ադրբեջանի, դե բնականաբար այնուամենայնիվ եթե գնում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տարբերակով, աստիճանաբար Հայաստանից բխող սպառնալիքները այլևս էական ազդեցություն չունենալու Ադրբեջանի անվտանգության վրա, բայց միևնույն ժամանակ չի կարելի ամբողջովին այսպես թուլանալ եւ որևէ կերպ Ադրբեջանից ռազմական սպառնալիքներ չկանխատեսել։ Դա մեզ համար շատ մեծ ուրեմն սխալ հաշվարկ կլինի առնվազն։ Հիմա Ադրբեջանը ընդհանուր առմամբ զինվում է, որովհետեւ իր հարևանությամբ առնվազն երկու մեծ պետություններ կան, որոնք մշտապես սպառնացել են եւ Ադրբեջանում էլ այդ գիտակցումը կա եւ շարունակել են սպառնել Ադրբեջան պետության ինքնիշխանությանը, խոսքը Ռուսաստանի եւ Իրանի մասն է, այսինքն Ադրբեջանի հիմնական վախերը, մարտահրավերները հենց այս ուղղությամբ են։ Ճիշտ է, կա Թուրքիայի դաշնակցային աջակցությունը, բայց մինչև Թուրքիան հասնի Ադրբեջան եւ փորձի հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում աջակցել Ադրբեջանը պետք է ունակ լինի գոնե մի քանի օր, մի քանի շաբաթ իր անվտանգությունն ապահովել, մինչև կգա իր դաշնակիցը, եթե դաշնակիցը գա։ Հետաբար Ադրբեջանը զինվում է նաև, ել եմ ասում, չպետք է որևէ կերպ բացառել, որ որևէ փուլում կարող է կրկին հակամարտությունը գլուխ բարձրացնել Հայաստանի եւ Ադրբեջանի, որտեղ մեր տարածաշրջանում երկարաժամկետ առումով երբեք խաղաղությունը տևական չի եղել։ Բայց նաև զինվում է այս պահին հաշվի առնելով Ռուսաստանից եւ Իրանից հնարավոր ռազմական սպառնալիքներ։ Իսկ դրա առնվազն դրսևորումներ մենք վերջին շրջանում տեսել ենք ոչ թե ռազմական, այլ անվտանգային սպառնալիքների հնարավորություն։ Դա Ռուսաստանի հետ 1 տարուց ավել տևած լրջագույն սրացումներն էին եւ իհարկե Իրանի հետ պարբերաբար լարումները սկսած 2020 թվականին, որոնց ընթացքում մենք ականատես ենք եղել անգամ Իրանում, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում, այս պատերազմի ընթացքում Նախիջևանի վրա հարձակում, երկու կողմերից ուրեմն զորավարժություններ, սուր կտրուկ ռետորաբանություն եւ այլն, այնպես որ Ադրբեջանը բոլոր ուղղություններով շարունակում է իր համար դիտարկել հնարավոր անվտանգային մարտահրավերներ եւ պատրաստվում է հնարավոր այդ մարտահրավերներին չեզոքացնելու, եթե դրանք ակտիվանան։ Հիմա այսպես ամփոփելով էլի գնում ենք լավատեսական սցենարի վրա։ Կայացվեց, ստորագրվեց Ժնևում արդեն վերջնական տարբերակով Իրանա-ամերիկյան այդ հուշագիր ասեմ, համաձայնագիր ասեմ, թե պայմանագիր ասեմ, դեռ չգիտեմ, բայց այդ դեպքում ինչ ուժային բալանս է լինելու տարածաշրջանում գլոբալ իմաստով։ Հասկանալի է, որ Իսրայելը այս պահին շահեկան վիճակում այդպես ստացվել է։ Բայց կան երկու բնական մրցակից տերություններ։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է եւ Թուրքիայի Հանրապետությունը։ Իրենք անկախ ամեն ինչից, ինչ հարաբերությունների մեջ են այս պահին, իրենք մրցակից են եղել, կան ու միշտ են մնալ։ Թուրքիան այս վերջերս ինչ որ ակնարկներ անում, դե մենք մասնակցել ենք Իրանում Միացյալ Նահանգների հետ այդ բանակցություններին նպաստել ենք եւ այլն, փորձելով որոշակի դերակատարում ստանալ։ Հիմա բալանսը փոխվելու է այդ իմաստով, այսինքն Իրանը այս պատերազմից հետո ավելի ուժեղ է դուրս գալու տարածաշրջանում, թե այնքան էլ չէ։ Եթե Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորվեն, բնականաբար Իրանն ավելի ուժեղանալու է եւ այդ հնարավորություններն ունենալու է։ Մի քանի ուրեմն հանգամանքով թվարկել առնվազն, տեսեք, պատժամիջոցները վերանալ են։ Այսինքն Իրանը կարողանալու է նախ վերականգնել սառեցված ակտիվները, մյուս կողմից նաև ավելի ազատ կերպով ուրեմն նավթ ու գազ վաճառել, տնտեսական վիճակը բարելավել է։ Դա նպաստել է նաև բնականաբար ռազմական ներդրումին եւ ամենակարևոր հանգամանքը այլևս սպառնալիք եւ այլևս չի պատրաստվելու հակամարտության թիվ 1 գերտերության հետ, որը հսկայական ռեսուրսներ է բացելու, ավելուն վերածվելու է տարածաշրջանում, եթե իհարկե ամենջ դրական
ճանապարհով գնա, վերացվել է հերթական կարևոր գործընկերոջը եւ դրանով ռազմավարական առումով բալանսավորել է օրինակ նույն Թուրքիային, որը եւս մշտապես համարվել է Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի կարևոր դաշնակից գործընկեր, ՆԱՏՕ-ի անդամ եւ այլն եւ այլն, այսինքն այս առումով հակամարտության ավարտը վստահաբար ավելի մեծացնել է Իրանի կշիռը եւ որոշակի առումով ավելի էս բալանսի խախտում Իրանի եւ Թուրքիայի միջեւ դա աստիճանական կերպով վերականգնվել է։ Զուգահեռաբար մենք տեսնել ենք Թուրքիա-Իսրայել մրցակցության ավելի խորացում, այստեղ բնականաբար Թուրքիայի համար այս հակամարտությունը, որ Թուրքիայի համար ավելի մեծ ռեսուրսներ է Թուրքիայից խլելու, որն էլ տվյալ դեպքում բնավ Թուրքիայի օգտին չէ, բայց Իրանի օգտին է։ Հա, այդ են հակամարտությունը, որի վրա Իրանը կարող է ձեռքերը տաքացնել։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։